Հայաստանում ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները, օրեր առաջ էլ պարզ դարձավ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովն է հայտարարություններ տարածել, մերժելով ընդդիմադիր ուժերի հայցերը եւ դրանով իսկ ըստ լիովին ցույց դրվեց, որ գործող ռեժիմը մասնավորապես Բարգավաճ Հայաստան կուսակցության նկատմամբ շարունակում է իր ռեպրեսիվ քաղաքականությունը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այս պահին չի այտովում խորհրդարանում։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր զրուցել եմ քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի համահիմնադիր Ռաֆայել Իշխանյանի հետ։ Ողջույն Ռաֆայել։ Ողջույն։ Շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար։ Ես եմ շնորհակալ։ Եթե փորձենք ամփոփել նախընտրական քարոզարշավը, քվեարկության օրը, հետընտրական այս իրավիճակը, ապա արդյոք կզես լեգիտիմ էին այս ընտրությունները։ Ես մատ կուզեմ հակառակ կողմից գանք ու կհասնենք այս հարցին։ Մի ավագ գործընկերներից մեկը ասում էր, ընտրությունները կեղծվում են նախորդ ընտրության հաջորդ օրվանից։ Այսինքն ընտրություն կեղծելու process-ը դա բնական է քվեարկության օրը չի մանավանդ հիմիկվա տեխնոլոգիական եւ ուրիշ զարգացումների արդյունքում։ Ինքը համակարգը, որը նախորդ ընտրության հաջորդ օրվանից, ով այդ բան գտնվում է իշխանության, ով ինչ լծակներն սկսում է պատրաստվել դրան։ Ինչ նկատի ունեմ։ Հայաստանում նոր սահմանադրության ամենայն դեպս գոյության ժամանակ ոչ մի անգամ չի եղել իրավիճակ, որ ընդդիմությունը, որևէ ընդդիմություն իրական կարողանա իշխանության կամ իշխանության կոալիցիայի կարևոր որոշումների մեջ ձայն ունենա։ Այսինքն վետոյի իրավունք։ Սա ինչի է կարևոր, որովհետև ընտրությունները, երբ որ սկսվում են, ելակետային դիրքերը մենք պետք է անենք տեխնացուները, մի հատ իրոք գնահատենք հնարավոր է ստեղ ընդհանրապես արդար պայքար, չէ՞։ Օրինակ, եթե բոքսի ռինգում մրցեն ծանր քաշային մեկը եւ թեթև քաշային, ասենք դա արդար է, թե հաղթես կհաղթես, ոնց է ինքը հնարավոր որ հաղթի, հնարավոր չի սկզբանե, չէ՞ դա։ Ինչ-որ հրաշքներով գուցե։ Դրա համար երբ որ նայում ենք ընտրությունների ոչ թե առանձին դեպքերով կեղծված լինել, իհարկե առանձին դեպքը կա, մենք տեսանք ուղիղ եթերում ոնց է կեղծվում ընտրությունները, այսինքն ուղիղ խախտվում է 101 հոդվածի պահանջը, հստակ այդտեղ երկիմաստության արդ չկա, ուղղակի դա մեկնաբանության խնդիր չի, բայց վերադառնանք այս իրավիճակին։ Նախորդ ընտրություններից հետո եւ դրա նախորդ ընտրություններից հետո մեկ կուսակցություն ուներ սահմանադրական մեծամասնություն եւ ուներ բնական նաեւ 3/5-ը, որից շատ ենք հիմա խոսում, շատ կարեւոր է։ Այդ տարիների ընթացքում իրենք մի կուսակցություն, իսկ մի կուսակցությունը իրավիճակում չած մենք խորհրդարանական ենք, բայց փաստացի ենթարկվում էր մեկ մարդու, վարչապետին, միազգանշանակել էր գլխավոր դատախազ, որը բողոքարկում է տարբեր քրեական գործողությունները, ընդ որում վարչապետի նախորդ օգնականին։ Միազգանշանակում էր բարձրագույն դատական խորհրդի իր անդամների, իրավաբան անդամներին, որոնցից մեկը նախարար եւ կուսակցության անդամ էր մինչեւ այդ։ Միազգանշանակում է կենտրոնական հանձնաժողովի անդամներին, որոնցից գլխավորը կուսակցության անդամ էր եւ ընդ որում իր ձայնով ինքը կարողացավ ընտրվել։ Եվ մնացած բոլորս կարևոր մարմինները։ Այս մարմինները ուղղակի հերթական պետական պաշտոնյաներ չեն։ Երբ որ մենք խոսում ենք ժողովրդավարությունից, առանց օրենքի գերակայության հիմնակարի ժողովրդավարություն չի կարող լինի։ Կամ դա շանսի հարց է, որոշ բացառիկ երկրներում բացառիկ մարդկանց արդյունքում, եթե դա եղել է, դա ժողովրդավարություն չէր, դա բարեգութ բռնապետի օրինակներ են։ Եթե դատաիրավական համակարգը անկախ չի, հետեւաբար երբ որ գալու է նախընտրական շրջանի հավասար ելակետեր ունենալու կարիքը, դա ուղղակի չի լինելու։ Եվ դա բնականաբար չկար։ Ինչ ենք հիշում, երբ որ նայում ենք լրահոսը ընտրություն նախընտրական շրջանից։ Պետական, այսինքն բյուջեի հաշվին տարբեր սոցիալական ծրագրեր, չէ, թոշակներ, առողջապահություն, ոստիկաններին արտոնյալ եկամտարկի վերադարձի եւ այլ, բոլորը գիտենք այդ դրանք։ Մի կողմից լսում ենք, մեկ էլ գաղտնալսումներ։ Տասնյակ գաղտնալսումներ, նոր ստուգում էի գալուց առաջ հակակոռուպցիոն կոմիտեի կայքը, այնտեղ բացառապես 3 ընդդիմադիր քաղաքական ուժերի վերաբերյալ էր իրենց վիճակագրությունը, որ գաղտնալսել են։ Սա ինչի համար է կարևոր։ Ապրիլի 27-ին կարծեմ նախորդ եթերում ենք դրանից խոսել, ուրեմն ականատես դիտորդական առաքելությունը Transparency հակակոռուպցիոն կենտրոնն է, անդամներից մեկը հիմնականը հրապարակել է sense մտարքիր վկայություն, հայտարարություն, որ Բագրատաշենի Մաքսայինի պետը տարբեր հանդիպումներ ունենում սահմանամերձ բնակավայրերի ղեկավարների հետ, գործարարների հետ, բովանդակությունը խոսակցությունների, երևի թե ինչ-որ ինսայդերից էր եկել, այն է, որ եթե իրենք օգնեն ԿՊ-ին վերընտրվել, կստանան արտոնություններ եւ բարենպաստ վերաբերմունք։
Եթե նայում ենք քրեական դոնես գրքի հետ հայտնի հոդվածը, որը հիմա ասում են 100% ընդդիմության ձայները դրանով էին, այսինքն ընտրակաշարքը, չէ։ Ինչ է ասում ընտրակաշարքի մասին հոդվածը։ Ընտրության մասնակցելու, այս հատվածներն եմ կարդում մեջից, որտեղ երկընտրելի է։ Ընտրությանը որևէ ձևով քվեարկելու պայմանով ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրակաշարք ներառյալ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տալը։ Այսինքն ոչ միայն կանխիկ, ոչ միայն բանկային փոխանցում, ոչ միայն ռուբլի, դոլար, եվրո, այլ արտոնություն։ Այն ինչը որ մենք կարդում ենք ականատես առաքելության հրապարակման մեջ։ Այստեղ ուղղակի այն գաղտնալսումների մեջի ինչ որ կոպիտ ասած սևագործ մարդկանց դեպքերը չեն, որ շատ ենք լսել, չէ՞, սլենգային հաճախ ինչ որ գրեիք բանով։ Այստեղ բարձրաստիճան պետական պաշտոնյայի մասին է խոսքը, համայնքների ղեկավարների մասին է խոսքը, ասում է ղեկավարներ, այսինքն մեկից ավելի են եղել։ Գործարանների մասին է խոսքը, այսինքն ունեն ենթակա աշխատողներ եւ այլն։ Այս ահռելի դեպքի հետ կապված ես նայում եմ հակակոռուպցիոն կոմիտեի կայքը, ոչ մի վարույթ նախաձեռնելու գաղտնացման ոչ մի բան չկա։ Պետությունը ով կհիշի քանի դեպք ա եղել, երբ որ այսպիսի մի կուսակցության եւ մի անձի այդ կուսակցության նկատմամբ ունեցած իշխանության պայմաններում ընտրություններից առաջ իրենց նշանակած հակակոռուպցիոն կոմիտեն կամ համարժեք մարմինը իրենց դեմ քրեական գործ հարուցի։ Չի լինում, չէ՞, սենց բան։ Եթե լիներ, մենք կգնանք ինչ որ հետքերով կամ գոնե կիմանանք, որ գիտեք սուտ է։ Չէ, բայց չի եղել։ Ես ակնկալում եմ հակառակը, որտեղ եթե պարզվեր դա սուտ է, կհրապարակեին, որ մաքրեին իրենց։ Գուցե ուղղակի դրված է, այսինքն սա ինչ եմ օրինակը բերում, նույնիսկ հիմա որ էս դիսկուրսն է գնում, այնտեղ կային ընտրակաշարքներ, կային ենթադրենք, եթե լինի, ենթադրենք, եթե դատական գործերը արդար լինեն ու լինի, ենթադրենք։ Այստեղ ակնհայտ դրա նման ու ընդ որում շատ լուրջ ծավալի հուշում կա։ Հարցը առաջանում, թե ինչի գործ չկա։ Հիմա այս պայմաններում ինչպես գնահատենք նախընտրական ելակետային հավասար տվյալները ու ինչպես գնահատենք արդյունքները, եթե կա առնվազն հիմա այսքան իրավական անորոշություն է, որ կա, այդ առումով ես հավասար եմ դնում։ Միտեղ դեռևս չդատապարտված մեղադրյալներ ընդդիմությունից, մի դեպքում շատ արժանավատ վկայություն պետական լուրջ մասշտաբի ընտրակաշարքի մասին, որ հրապարակել է ականատես դիտորդական առաքելությունը։ Անկախ այս ամենից գոնե ակնկալի կար, որ գոնե թվերը երբ որ դուրս գան պաշտոնական, գոնե այդտեղ ինչ որ արդարություն կլինի, որտեղ թվերը տեսնում ենք։ Ուղիղ եթեր է, չէ՞, դա չես կարող փոխել, այդ ֆայլը բոլորս ներբեռնել են կարողանում։ Ինչ որ հաշկով բարձվում է Excel ֆայլի սյունակը այս կողմեր։ Ես ինքս Excel-ից շատ չեմ օգտվել, բայց դժվար է թվում։ Ինչի է դժվար թվում ու ինչի է անհավանական, որովհետև դրան անմիջապես երբ որ դա բարձրացայինեց, հետևեց մյուս տարբերակները։ Դա այստեղ վերահաշվարկ, որտեղ ձայներ չեն հերիքում։ ԲՀԿ-ի առաջնորդի դեմ նոր քրեական հետապնդում, եթե չեմ սխալվում։ Հետո մեկ էլ պարզվեց, որ 101 հոդվածը գրված չի, ընտրական օրենսգրքի գրված չի բանի համար, կենտրոնակատարական հանձնաժողովի համար։ Քվեարկության օրը Նիկոլ Փաշինյանը գիշերը ժամը 2-ին բրիֆինգ կազմակերպեց, երբ հայտարարեց, որ իրենք հաղթել են, դա այն պարագայում, երբ տեղամասերի մեծ մասը չէր ավարտել իր աշխատանքը։ Հիմա ըստ էության սա արդյոք իշխանության բռնազավթման կամ ուզուրպացիայի դրվագ չէր։ Ինձ թվում է սա ես զուտ ինքիրանով այդպես չէի նայ։ Այն որ հետագայում ինչ եղավ, մենք տեսանք, որ ընդհանուր այո, այստեղ զավթման process-ի մաս արդեն հետահայաց կարող դիտարկել։ Ստարտ տվեց ինքը դրանով։ Ստարտ տվեց, տեսեք, այստեղ հաշվարկների ժամանակ վստահված անձինք, ես ինքը շատ եմ եղել դիտորդ, իրանք թուղթ են ունենում հաճախ, որտեղ իրանք էլ են ուզում հաշվարկեն իրենց մոտ արդյոք այդքան քվեաթերթիկը դուրս եկե, դա ընդունված նորմալ պրակտիկա է։ Ու հաճախ իրենց շտաբին զանգում զեկուցում են։ Ես չգիտեմ կոնկրետ այդ պայն ինչ ա եղել վիճակը, որ ինքնին այսպիսի հայտարարությունը կարա լինի հիմնված ինչ որ թվի վրա, բայց երբ որ մենք տեսանք հետագա զարգացումը, հաղթելու այդ հայտարարությունը, ու ընդ որում հաղթել մի քանի տարբերակով հնարավոր, ունենաս գործադիր օրենք ընդունելու կես, չէ, այսինքն 50+, 50% պլյուս, թե ունես 3/5, թե ունես 2/3, սրանք շատ տարբեր հաղթանակներ են։ Դա չէ կոնկրետացվում որն է։ Հետո հայաց որ նայում ենք, երբ որ 3/5 քվեարկության ձայն ունենալու, մանդատ ունենալու բանը հնարավորությունը կեղծվեց, դա արդեն քննարկելու բան չի, դա կեղծվեց։ Բնականաբար որ հետ ենք նայում, այսինքն սա այո, դրա ազդարարումն էր։ Նաև այստեղ խոսք է գնում, որ իրենք արդեն հստակորեն հայտարարում են, որ Փաշինյանը մասնավորապես հայտարարեց, որ այսպես կոչված քրեաօլիգարխիայի դեմ պայքարը շարունակվում է եւ այս անգամ իրենք մինչև վերջ գնալու են։ Հիմա փաստացի ունենք իրավիճակ, երբ
յուրաքանչյուր տոտալիտար կամ ավտորիտար համակարգ իր ռեպրեսիաները արդարացնելու համար որպես կանոն թշնամու կերպար է, չէ, ստեղծում հանրության համար։ Այս պարագայում դա, այսպես ասած, նախկիններն են, քրեա օլիգարխիա եւ այլն եւ այլն։ Բայց մենք տեսնում ենք, որ հիմա արդեն ըստ էության նրանք անդիմությանը մեկուսացնելու ավելի գործնական քայլերի են անցնում։ Այո, ու ես լավատես չեմ այդ առումով, իսկ թվում է շատ ավելի ծավալուն են դառնալու մարտունակների խախտումները, ինչի։ Հայաստանը այս արդեն իրավունքի հարց չի բնականաբար։ Մենք հասկացանք, որ թղթի վրա գրված օրենքը էական չի, ապացուցվեց այս վերջերս։ Մինչև այդ խնդրահարույց էր շատ, հիմա ուղղակի ուղի եթերում ասվեց, սա կապ չունի, չէ գրած օրենքում, հեչ կապ չունի։ Հայաստանի պես երկրների դեպքում այդ քանի որ չկան իրավական պետության այդ զսպողակները, այսինքն չկան կոալիցիաներ, տենց չեն լինում իշխանությունները, լինում է մեկի կողմից, չկան այդ ինքնավար ուժային եւ դատական համակարգի անկախ մարմինների իրոք անկախ ղեկավարներ, որտեղ միշտ նշանակում են մի կուսակցության կողմից, ցենց երկրներում հակակշիռը բարդ իրավունքների տեսակետից երկար ժամանակ միջազգային կազմակերպություններն էին կամ իրենց կարծիքը։ Այստեղ մի հատ ցենց խնդիր կա, հիմա արդեն հնարավոր չի էլ սա իրան չտարանջատել։ Միջազգային կազմակերպություններից ամենաազդեցիկը, մանավանդ հիմիկվա այս աշխարհակարգային փոփոխություններում Եվրամիությունն է, որովհետև նա նաև հարուստ է, բնականաբար, իր ազդեցությունը նաև չոր օգուտ է տալիս։ Չէ՞, չոր օգուտի ակնկալիք ունի պետությունը։ Եվրոպայի խորհուրդը, ԵԱԿ-ԺՄԻԳ-ը, որոնք մարդու իրավունքների վրա են նաև հիմնված, այդ լծակները չունեն։ Ցավոք սրտի, ես իրենց անդրադարձնային ողջությամբ չեմ կարդացել, բայց Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը արդեն, կարծեմ 3 ճանաչել է, որ այս ընտրությունները ժողովրդավարական բոլոր եւ այլն կանոններին համապատասխան էին։ Երբ որ ուղիղ եթերով խախտում անդրական օրենսգիր 20 անդրական օրենքը, մտեղ ելեմ ասում, մտեղ մեկնաբանության հարցը ուղիղ եթերով խախտվում է դա եւ արդյունքում ոչ թե ուղղակի մի ուժ չի մտնում, ոչ թե մի քանի падգամավոր չի ստանում կամ ստանում մանդատ։ Մի կուսակցություն կրկին ձեռք է բերում ամեն ինչ որոշելու իրավունք, ամեն ինչ որոշելու։ Սահմանադրության փոփոխությունը մի կողմ, երկրի ներսում առնվազն ամեն ինչ որոշելու համար 3/5-ը բավարար է։ 2028 թվականին, երբ որ գլխավոր դատախազի ժամկետը ավարտվի, նորից կընտրվի իրենց համար ցանկալի տեխնացու։ Երբ որ նույն թվականի հոկտեմբերին, եթե չեմ սխալվում, կենտրոնակատարական հանձնաժողովի անդամների ժամկետը ավարտվի, կընտրվեն իրենց հաճելի տեխնացուներ, որոնք կկազմակերպեն հաջորդ ընտրությունները։ Երբ որ ավարտվի ԲԴԽ-ինը մինչև 30 թիվ իրենց նշանակած տեխնացուների անդամների նրանց կնշանակեն։ Ուսանդական դատարանի ոչ մեկին դեռ չի լրանում, բայց մինչև 2031 3/5 ունենալով իրանք ունենալու են նորից նույն համակարգը, մենք ունենք նույն ելակետային տվյալները։ Հիմա եթե ընդդիմությունը անցներ, այո, սա շրջանցելու ձևեր կան։ Օրինակ գլխավոր դատախազին եթե այտենց էլ չընտրվեր, նախագահը կարող էր կներեք, ավակը կարող էր փոխարինել, ԿՀ-ի անդամների նախագահը նշանակել եւ այլն, բայց այստեղ լեգիտիմության ավելի լուրջ խնդիր էր առաջանալու։ Իհարկե սա եթե ճիշտ ձևով քաղաքական օրակարգում օգտագործվեր կամ շահագործվեր, գոնե ինչ որ փոփոխության կարող էր բերել, գուցե, չգիտեմ, շատ դժվար է, բայց դա միանշանակ չի լինելու, ես այդպես եմ կարծում։ Այս վերջին օրերին մենք նաև տեսնում ենք, որ իրենք շարունակում են ռեպրեսիվ գործիքակազմը կիրառել դիմադիրների համակիրների նկատմամբ, նաև պատգամության թեկնածուների նկատմամբ եւ տպավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է վերջնականապես ոչնչացնել սեփական քաղաքական հակառակորդներին։ Պետք է, այո, դա է փորձում անել ու անում է շատ ավելի ինտենսիվ։ Եթե առաջ ինչ որ գոնե սենց ձևակերպենք քաղաքական հետապնդումների համատեքստում գոնե ինչ որ ժամանակ բաց էր թողնվում, չէ, ինչ որ ճնշման ինչ որ մաքսիմալ շեմեր գոնե թվացիագույություն ունի, օրինակ ԵՊՀ ամբիոնի փակումը, չէ, ընտրությունից անմիջապես առաջ զինվորական ծառայության մարդկանց սպառնալը եւ անելը։ Այսպեսի բան ես ընդհանրապես խոսում եմ ինչ որ գործընկերների հետ ուրիշ երկրներից, ասում եմ, գիտեք, մեզ մոտ օրինակ անդիմադիր ցույցի մասնակցելու համար կամ դիմացին ընտրելու համար ենթադրաբար կաշառքով մարդկանց տանում են զինվորական ծառայության։ Աշկերը սենց են լինում, այսինքն ասում հա տանում են զինվորական ծառայության։ Բանական համակենտրոնացման ճամբար են սարքում։ Այո, շատ աքսորին է նման, ինձ հիշեցնում է աքսոր պատիժը, մենք չունենք քրեական օրենսգրքում, բայց փաստացի ունենք ընդ որում առանց դատարանի, տրոյկա հանձնաժողովի պես։
Հայաստանում այս պահին կան տասնյակ քաղաքական բանտարկյալներ, հստակ թիվ չկա, դուք ունեք կոնկրետություն այդ հարցում։ Շատ դժվար հարց է, կոնկրետ մի հատ ուղղակի ասենց անկեղծ ասեմ, քաղաքական բանտարկյալների ցուցակազմելու համար դու պետք է բոլոր գործերը նայես, որտեվ եթե հանկարծ մեկին բաց թողեցիր, դա ավելի վատ է, քան թե ցուցակի սկզբանե չունենաս։ Մենք այդ չունենք, մենք այդ ռեսուրսը չունենք, որ այդքան գործ ուսումնասիրենք։ Ես կարող եմ հետեւյալը ասեմ, քաղաքական հետապնդումները հիմա համատարած են։ Ես համարում եմ քաղաքական հետապնդում ցանկացած մարդու իրավունքի սահմանափակումը, որը օրենքով չի։ Օրենքով հասկացությունը շատ լայն է։ Զուտ օրենքի թղթի վրա գրածը չի։ Կան մարդու չափանիշներ եւ այլն։ Բոլոր դեպքերում, եթե մարդուն տանում են զինվորական ծառայության առանց վիճակահանության եւ ռոտացիայի, դա հետապնդում է։ Բոլոր դեպքերում, երբ որ մարդուն ատելության խոսքի հոդվածներով հետապնդում են, կալանավորում են, եթե թիրախում քաղաքական պաշտոնյաներ, որը խոցելի խումբ չի, ես համարում քաղաքական հետապնդում եւ այլ եւ այլն։ Ես չէ նաեւ մենք կազմակերպության մի քանի տեստաբաններ ունենք ստանդարտներ։ Մնացածը պետք է առանձին նայել։ Եթե նայենք այս գաղտնալսումների վերջին հսկա հատվածը, այնտեղ առնվազն կան դրսևորումներ, որոնք ես էլի թող դատը էսը չի ում ասել դատանը թող որոշի տեսնենք, որտեվ ենթադրենք եթե օբյեկտիվ դատանը որոշեր, ընդունենք այո, այստեղ կար։ Բայց շատ դեպքերում նայում ենք օրինակ այնտեղ ինչ որ բենզինի փոխհատուցման հարց է, այնտեղ չգիտեմ ինչ որ տաբատի տրամադրման ինչ որ մանր հարցեր։ Սրա հետ կապված կար այդ հայտնի տխրահրճակ էս կասեի հավաքի համար նյութապես շահագրելու հանցակազմը, որը կա դեռ դա անցավ Վենետիկի հանձնաժողովի ձեռքի տակով երկրորդ անգամ, առաջին անգամ այդտեղ թարգմանչական խնդիր էր։ Վենետիկի հանձնաժողովը ասաց, սա շատ անորոշ է գրված, իրավական որոշակիության չի համապատասխանում։ Իսկ առավել եւս հանցանք սահմանող օրենքը պետք է ամենավորոշակին լինի։ Հանձնաժողովը նաեւ ասաց, շատ դեպքերում մարդկանց խթան տալը, տրանսպորտի ծախս փոխհատուցել, նույնիսկ բանախոսին հոնորար տալը, գիշերակաց տալը, սնունդ տալը կարող է լինել հավաքի նորմալ անցկացման տարբերակ։ Կարևորը սա չպետք է անցնի ֆինանսավորման չափանիշներից նախընտրական շրջանում։ Սահմանադրական դատարանը ասաց, գիտություն ընդունեցինք Վենետիկի հանձնաժողովի ասածը, բայց ոնց որ թե խնդիր չկա, ամեն ինչը շատ նորմալ է։ Ու մի հատ տարքիր ձևակերպում տվեցին, եթե խթանը ազդում է մարդու կամքի վրա, ազատ կամքի վրա, ուրեմն հանցանք է։ Ազատ կամքը մի քանի հազար տարի մարդիկ ու փիլիսոփաները չեն կարող ձևակերպել։ Մենք հիմա պետք է ակնկալենք այս մեկնաբանությունից հետո պետք է մեր իրավապահ մարմինները դա մեկնաբանեն։ Այդ տեսակ նախընտրական քարոզարշավից առաջ տեղեկություն տարածվեց, որ թոշակները իրենք 10,000 դրամով բարձրացնում են, նաև առողջապահության ոլորտում ինչ-որ փոփոխություններ են իրականացնում։ Իրենք նշում են, որ ընդդիմությունը իբրև թե ընտրակաշառք է բաժանում, բայց իրենց արած արդյոք դա չի տեղավորվում նույն ընտրակաշառքի մեջ։ Ստեղ ավելին է իրականում։ Ստեղ երկու ձեռքով է իշխանությունը, իմ գնահատմամբ նախընտրական երկու ձեռքով է գործել։ Մի ձեռքին եղել է այդ ասացվածքա չէ, տենց բանը թխվածքաբլիթը, մյուս ձեռքին եղել է մտրակը։ Թխվածքաբլիթը դրսևորվել է, զինվորական ծառայության ժամկետը կրճատելով է դրսևորվել, առողջապահության համակարգը արագ ներդնելով, թոշակների հարցը, ոստիկանության արտոնություններ եկամտահարկի ու էլի կային տարբեր բաներ։ Մյուս ձեռքին մտրակն էր։ Եթե մենք չստանանք սահմանադրական մեծամասնություն, դա վարչապետի խոսքերն են։ Սեպտեմբերին նելու է աղետալի պատերազմ։ Սահմանադրական մեծամասնություն։ Այսինքն եթե մենք տոտալ իշխանություն չունենանք, լինելու է պատերազմ։ Ձևակերպումը տեսեք։ Այս պայմաններով, երբ որ վերադառնանք նույն սահմանադրական դատարանի ազատ կամքի ձևակերպմանը, քանի հոգի ազատ կամքով գնացել ընտրատեղամաս։ Այս պետական մակարդակի տերորից հետո Ընդ որում մենք երբ որ ուղիղ եթերում տեսնում ենք թե ինչ էր կատարում, հստակորեն երևում էր, որ տարբեր պաշտոնյաներ ԿՊԱ-կան ընտրատեղամասերի դիմաց կանգնած կամ թեկուզ ներսում մարդկանց ուղղորդում էին, այսինքն այդ վերահսկողությունը իրենց կողմից բավական բարձր մակարդակի վրա էր եւ ոչ թե լոկ ինչ որ դեպքեր էին, այլ դա երևում էր, որ մեխանիզմ է աշխատում այդտեղ։ Այո։ Ամենայն հավանականությամբ, որովհետև եթե դրանից նույնիսկ դուրս են եկել արտահոսքեր, նույն Արման Թաթյանի հրապարակած հարկադրանքները մասնակցելու իշխանության ուսանողների նույն իրենց մեկ այլ վկայությունը կարծեմ արմավիրում էր տեղի ունեցել, որ իրենց աջակիցի հետ հանդիպումից հետո այդ հանդիպման լուսանկարից երիտասարդի դեմքերը նույնականացրել էին, գտել որտեղ են աշխատում թե սովորում ու սկսել ճնշել։
էլ իրենց վկայություններից եւ այլն։ Եթե նույնիսկ սրանք արտահոսել են, պատկերացնում եք, այսինքն իրական ծավալը ինչ է։ Իրանցի համայնքապետանի աշխատակցու պատմությունը, որի արդյունքում նրան իր դատողության համար իրեն ստիպեցին դուրս գալ աշխատանքից։ Այսինքն հանեցին աշխատանքից, եկեք այդ բանը չանենք էլի, իրեն հանեցին աշխատանքից, փաստացի։ Նա այս ողջ շրջափուլը առանձնացավ նաև ատելության խոսքի գերդոզավորմամբ ռեժիմի պարագլխի կողմից ոչ միայն քաղաքական հակառակորդների նկատմամբ կսատկացնեմ, կնստացնեմ եւ այլն, ձևի համար մի հատ քրեական վարույթ չհարուցվեց իր նկատմամբ։ Ես պատկերացնում եմ, թե իր խոսույթի անգամ 5%-ը ընդդիմադիր որևէ գործիչ օգտագործեր, քանի րոպե հետո կգային եւ կկալանավորեին։ Դրա կես տոկոս օգտագործածներին տեսել ենք կալանավորված։ Այստեղ մի հատ էլ կարևոր բան կա իրականում։ Այս ատելության խոսքները հետաքրքիր թեմա է իրականում, այստեղ ինքը խեղաթյուրված է ամբողջությամբ, էլի, որտեղ ատելության խոսք հասկացությունը ինքը խոցելի խմբերին պաշտպանելու համար է։ Ինքը որտեղից որ մենք վերցրել ենք մեր եվրոպական իրավունքից, որ դա վերցրել ենք, ինքը նախատեսված է քսենոֆոբիայի, հոմոֆոբիայի, այսինքն փոքրամասնությունների կամ խոցելի խմբերին պաշտպանելու համար։ Դրա համար ոչ թե ամենաարտոնյալ խմբին, պետական պաշտոնյաներին, միակուսակցական համակարգի մեկ ղեկավարին պաշտպանելու համար դա հաստատ չի նախատեսված եղել սկզբանե։ Դրա համար տեսնում եք իրենք համբերյա միշտ կիրառվում է այս կոնտեքստում, բայց երբ որ այնտեղ գալիս են իրական խոցելի խմբերի, իսկ այս ցավոք Արցախի հայերը այստեղ խոցելի խումբ են։ Այո, այդպես է։ Նախ ընտրական իրավունքի խնդիրները, որ եղան, որ շատերին թույլ չտվեցին, այսինքն արագ process-ը դանդաղացեցին, դա նաև ԵԱԿ-ժնիկներ արձանագրել։ Եվ լիք ուրիշ տարբերակներ։ Այստեղ մի հատ ուղղակի մի բան հիշում եմ, մտածա ուզում հիշացնեմ, նաև ես էլ երևի չմոռանամ։ Հայտնի այդ միջադեպի ժամանակ, որ Նիկոլ Փաշինյանը իր քարոզարշավի ընթացքում ցույց է տալիս դիմակավորված ինչ-որ անձանց տեսանյութ, որտեղ խոսում են Արցախի բարբարով։ Դրա այդ օրը, հաջորդ օրը, որ նայում ենք տեսանյութերը, հիմնական մեկ որ ինքը հղում է անում այդ տեսանյութին, չի ասում դիմակավոր, չի ասում զինված մարդիկ, չի ասում օրինակ այնտեղ մեկը ասալայի կեպիով էր, ասալայի եսիմ ինչ, չի ասում տերորիստը, ասում է Ղարաբաղի акցենտով խոսողները։ Այստեղ մի հատ sense հերոտորական հարց, եթե օրինակ այդ մարդիկ, եթե իրական է դա, լինեին Գյումրվա բարբարով խոսող, չգիտեմ, բանի, Գավառի բարբարով խոսող։ Ինքը դա չէր շեշտի։ Ես 100% համոզված եմ, որ չէր շեշտի, այո։ Որտեվ ինքը հստակ խնդիր ուներ, օգտագործելով դա արցախայցության նկատմամբ մի նոր ալիք։ Համանման մի տեսանյութ կար մի քանի տարի առաջ, արևմտահայերեն խոսող մարդիկ էին, նորից ներկայանալով որպես ասալա, չգիտեմ ինչ ոնց, կարծեմ ասալա անունով մի կայքա, որը հերքել է։ Ես ոչ գիտեմ իրականում կա թե չկա, բայց դե նմանատիպ մի իրավիճակ էր, իրենք սպառնում էին Փաշինյանին եւ այլն։ Արևմտահայերենին ինչ որ մեկը դրանից տո կպել է։ Արցախայցության թիրախավորման համատեքստում պետք է նաև հիշել մետրոյի դեպքը, երբ արցախայերին նա անվանում էր փախածներ, չգիտեմ, թռածներ եւ այլն, եւ ըստ էության նաև մեկ դրվագել կար նախընտրական քարոզարշավի ժամանակ եւ տխրահարչակ Տավրոս Սափյանը սպառնում էր արցախցի կնոջը, որ ստել չեք մնալու, բան։ Դա նույն Տավրոս Սափյանն էր, որը միլիոնավոր դրամների բարեգործություն էր հենց այս քարոզարշավի ժամանակ իրականացրել, բայց իր նկատմամբ բնականաբար որևէ քրեական գործ չէր հարուցվել։ Չի էլ հարուցվելու էս բայ, ոնց պետք է։ Մենք նոր խոսում ենք այս համակարգից չի լինելու։ Իրենց ամեն ինչ կարելի է, մյուսների ոչինչ չի կարելի։ Սա մեր նոր խաղի կանոնն է, այսպես պետք է արդեն, չգիտեմ ոնց տակից դուրս գանք հասկանանք, բայց սա է նոր խաղի կանոնը։ Այսինքն նոր չի ինքը, բայց հիմա ավելի հստակ է։ Ատելության խոսքի, ուրեմն ինչի ատելության խոսք ընդհանրապես պետք է դրա դեմ պայքարել, ինչի դա պետք է երբեմն լինի նաև արգելված։ Դրանպես կան դրա շեմերը, երբ որ շատ ինքը վտանգավոր չի, պետքա դրա դեմ պայքար կրթությամբ, այդտեղ օրինակ գտնենք Եվրոպայի խորհրդի հանձնարարականը, ասում է պետական պաշտոնյաները իրենց օրինակով պետք է պայքարեն ատելության խոսքի դեմ։ Ծիծաղելի է հնչում։ Երկրորդում պետքա գոնելի փոխհատուցում, եթե դա ավելի ծանր է, լինի որոշակի պատասխանատվություն վարչական եւ այլն։ Առավել ծանրները քրեական։ Ինչի համար, որովհետեւ ատելության խոսքը խոցելի խմբի նկատմամբ կասկադով բարձրացնում է իրենց նկատմամբ խտրականությունը եւ բռնության ռիսկը հետագայում։
Խտրականության բարդացում մենք արդեն տեսնում ենք։ Վերջի շրջանում չեմ ուզում կրկնել այդ բաները, բայց շատ տարածվեցին, բոլորը երևի տեսել են որոշ անհատներ, երբ որ ես նայում ես նաև իշխանության աջակից, լրիվ ուրիշ մակարդակի ատելության խոսքի են անցել։ Նրանց հայտարարով թշնամի, չեմ ուզում բառերը կրկնել ուղղակի էլի։ Եթե այսպես շարունակվի, վերջը շատ, չգիտեմ, որ եթե նայում եք ուրիշ երկրներում ատելության խոսքի ինչի է բերում է բռնության։ Իրավունքի տեսանկյունից ինչ խնդիրներ են մեզ սպասվում։ Իրավունքի տեսակետից ինձ թվում է քիչ տեղ էլի ազատ ներողություն, որ sense քմծի ծաղով եմ ասում, բայց երբ որ ուղիղ եթերում ընտրությունների արդյունքները օրենսգրքի ուղիղ գրածին հակառակ են փոխում, ինչ իրավունքից կարելի է այստեղ խոսալ, ես չգիտեմ արդեն։ Ես անկեղծ չգիտեմ, ես իրավաբան եմ մասնագիտությամբ, ինձ սովորեցրել են, որ գիտեք, այսպես է, պետք է բողոքարկես տեղ, եթե խախտվել է դատարանը, պետք է լուծի, դատախազին կարող ես բողոքարկես եւ այլն։ Ինչը բողոքարկեմ, ում բողոքարկեմ։ Ըստ էության մնում է փողոցի տարբերակը, բայց մենք գիտենք, որ իրենք երբևէ չեն խուսափի կիրառել ուժ, օրինակ օրես լրացրել էր հունիսի 12-ի դեպքերի 2 տարին, երբ հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին այդ ժամկետանց հատուկ միջոցներից, հետո պարզվեց, որ իրանք արագի մեջ օրենքի մեջ փոփոխություն արեցին, հետադարձ ուժով որ հիմնավորեն։ Այստեղ միայն բան չէ, ժամկետանց թող չեն, թող լիներ ամենավերջի ամենաժողովրդավարական զենքը պայմանական։ Տեսագրություն կա, այդտեղ հստակ տեսագրություն, մեկ չէ մի քանի կատարաբեր ռակուրսից։ Այն մարդկանց վրա Սիրիաների այգու դարպասի մոտ ում վրա որ նետում են, այնտեղ մարդիկ խաղ կանգնած են։ Դա եթե ինչ-որ մեկ ապոցի այդ վիդեոն մոնտաժված է, բայց այդ ժամանակ հիմիկվա այս արհեստական բանակցության ալգորիթմները դեռ չկային այս որակի, ինչևէ, իրենց վրա նետվել են ուղիղ դիմահար նետվել են կյանքի համար մահացու վտանգ ներկայացնող առարկաներ։ Այդ ասում են քիչ մահաբեր զենք, տենց է կոչվում, ու քիչ, բայց էլի մահաբեր։ Ուղիղ իրենց վրա։ Սա տեսագրվել է։ Տեսագրվել է ովաում ցույցում տալիս, այո, մենք տեսագրությունը զեկույցի մեջ կադրերը կանգնեցրել ենք, այդտեղ նշումներով ցույց տվել, ոնց է Հովհաննիսյանը ոստիկանության պետ այդ ժամանակ խոսում Հայկ Բաբայանը չեմ սխալվում, ոստիկանության զորքերի հիմա գվարդիայի ղեկավարի հետ, նա ցույցում տալիս մեկ այլ ոստիկանի, մյուս ոստիկանը փոխանցում նռնակը, առանցնալու նետում այդ մարդկանց ուղիղ հոց բազմության մեջ, մարդկանց ցուցարարների եւ լրագրողների։ Սա փաստագրված է։ Խնդիր, այսինքն այստեղ վիճակման բան չկա, սա փաստագրված է։ Մինչև այսօր որևէ մեկը, որևէ ոստիկանության ծառայող պատասխանատվության չի ենթարկվել։ Դեպի քրեական, կարգապահական այդ նկատողությունը դա պատասխանատվություն չի այս կոնտեքստում։ Բնականաբար, եթե այս անպատժելիությունը կա, համանման դեպքում, այսինքն նորից խաղաղ անհնազանդության դեպքում կարելի է ակնկալել առնվազն այսպիսի բռնի արձագանք։ Ավելին, անցած տարի Բագրատ arczepiskoposi եւ իր բաժակիցների այդ գործը, որ սկսվեց, գաղտնալսումները, որ հետագայում տեսանք ինչպես են մեջը կեղծվել, ինչպես են դուրս թողնվել բռնությունից զերծ մնալու իրենց հատվածները, որտեղ փաստացի խոսքը գնում էր։ Այո, կոնտեքստից կտրելը կոնտեքստը չէր։ Իրանք անձնական մարդկանց անձնական խոսակցությունը ապօրինի հրապարակել էին։ Հովհաննես Ավետիսյանի եւ Բագրատ Սրբազանի խոսակցությունը անձնական բնույթի խոսակցություն է, հենց քոապիրիսոփայական կամ այլ հայացքների մասին, որևէ մեկ իրավունք չունի սա հրապարակել։ Սա ոչ մի գործի հետ կապ չուներ։ Իրանք մտածում են, թե մահապատիժ պետք է լինի, թե չլինի։ Իրենց գործն է։ Շատերն են դրա մասին դատողություններ արել։ Ընդ որում նախկին գլխավոր դատախազը, շատ երկրների ղեկավարներ։ Երբ որ մարդ հրապարակային կասի, երբ որ ինքը իր համար խոսում է, դա անկերական զրույց է։ Չի կարելի դա հրապարակել։ Այդ մի կողմ։ Մյուս բոլոր գործողությունները, որ իրենք պլանավորում էին անել եւ չէին հերքել, մենք մանրամասն բոլոր գաղտնալսումները, սաղագրությունները նայել ենք։ Այնտեղ ընդհանրապես քաղաքացիական նազանդություն էր, դա հիմա արդեն կարող ենք հստակ ասել, վերցրած հարևան երկրների, Վրաստանի, կարծեմ նաեւ Սերբիայի, մասամբ Ֆրանսիայի խաղաղ ցույցերի փորձով։ Իրենք էլ հաղում անում են մեջը դրանց։ Այս բոլոր ցույցերը հարգարժան եվրոպական կառույցների կողմից բոլորը անխտիր որակվել են որպես խաղաղ, որոշ առանձին միջադեպերով։ Այստեղ իրենց անվանել են ահաբեկիչներ։ Հիմա փողոցային պայքար, այսինքն քաղաքացիական նազանդություն, այդ տարբերակը եթե դիտարկենք ընդդիմության, այս ամենից հետո ինչ է կարծում, ինչ է իրենց սպասվում։ Բնականաբար խեղաթյուրումներ կարող են լինել, կոնտեքստից կտրված գաղտնալսումներ, նրանց որպես բռնի մարդկանց ներկրել, եթե չկա բռնության նպատակ, բայց դա կավելացվի գուցե,
ոստիկանության ուժ կիրառողները գիտեն, որ պատիժ չեն կրում, որտեղ չեն կրել մինչև հիմա դրա համար Մենք վատ նոտայի վրա եմ քիչ, բայց դե պետք է այս ամեն ինչը ինձ թվում է գնահատել, հասկանալ։ Դեռ ես հաջորդ փուլին չեմ հասել ամեն դեպս ինքս եզրակացնելու էլի։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ շնորհակալություն։ Իմ հյուրն էր քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի համահիմնադիր Ռաֆայել Իշխանյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, շարունակեք աջակցել ալիքին, Patreon, Super Chat, Donation Alerts, քարտային դրամական փոխանցումներ, կրիպտո արժույթ եւ կհանդիպենք հետագայում։